Ժամանակին գծակրիչ մգար, հրճագավոր իր քաղաքին լավակույնը ամենագեղեցիկ բաստարները կգծեր եւ մարդիկ կհիանային այդ գծակրություններուն վրա։ Որ մտակավորը զինքը կողը գանչեց եւ սավ իմ նգարս իմ բաստարս պիտ կգծես իմ թակին վրա նստած իր բոլոր պատմուճանով, տակով եւ բավական այս գծակրիչը ծեվոմը բաղցավ, ծեվոմը որ ինչպես այդ մեծ տակավորին արջև պիտի կենար եւ գեղեցիկ նգարը պիտի հաներ։ Որոշված օրը եկավ եւ գծակրիչը եկավ իր գործիքներով, բաստարով, վրձինով, ներգերով եւ սկսավ կամած տակավորին նամակ պատկերը գծել։ Սակայն շատ վախով սիրտը գզարներ քույնը թերովս տեղնցած էր քանի գվախնար թակավորեն անոր վեհութենեն անոր շուկեն իր ծարաները կողը գեցած եւ օրեր աշխատեցավ կետրոնացած ոչ մեկ բան գուզեր որ զինքը խանգարեր հապա գուզեր որ լավակույն երբով թակավորին պատկերը գծեր եւ թակավորին նկատեցին որ թակավորին օգնականները այս մարդը շատ ահութողի մեջ է եւ ասին ինչու այսքան գվախնաս ինչու այսքան թակավորը լավ մեկն է քեզի չի բաց չէ եթե լավ նկարը չի գծեցիր դու քու լավակույնը դրե պատասխան տվավ այս գծակրիչը սավ ինչպես կլա որ ես չի վախնամ երբ թակավորին ներկայության մեջ եմ իր սրահի մեջն եմ զինքը իրեն կգծեմ իր պատկերը կգծեմ եւ ես անոր պատկերին լավակույն արդահայտությունը պետք է դամ այդ ձանր բարդականության արչև ինչպես կուզեք որ չի վախնամ եւ երբ բաստարը վերջացավ հոյագապ գեղեցիկ բաստարը դուրս եկավ թակավորը շատ ուրախացավ բաստարը որ իր նկարին գեղեցկությունը գծցներ թակավորին վեհությունը գծցներ բայց նաեւ երբ մարդիկ տեսնային թակավորին արչև այսպես երգու վախն ուկար ես եւ տուն մենք ատակավորում ունենք որուն պատկերը ամեն օր կգծենք ուզենք կամ չուզենք կգծենք մեր խոսքերով մեր վարմունքով մեր գործերով եւ այլն եւ անոր սրահի մեջն ենք այս բոլոր դիեզերքը իր սրահն է արդյոք ինչ ծևով այդ բաստարը դուրս կուկա երբ մարդիկ պիտեսնեն այդ բաստարը պիտեսնեն օ ինչ գեղեցիկ է ինչպես որ այս գծակրիչը գծեց այս գծակրիչը գծեց վախով ու թողով Արագած 9-10 այսպես կսե իմաստության սկիզբը դերոջը վախն է ու ամենասուրբին գիտությունը հանճար է այս համար անշուշտ մենք բզիգուց գիրակնորիային սորված ենք բայց շատ մեծ իմաստ ունի եւ այսօրվա մեր նույնը բիդելլա դերոջը վախին մեջ քալել դերոջը վախին մեջ քալել Գաբրին թարու մեջ որ դժբախտաբար դերոջը վախը գրեթե չի հիշվիր մարդոց մեջ մարդիկ մորցած են դերոջը վախը աստուծմե վախնալը գրեթե գաբրինք նոյի օրերով ես որ մարդիկ ամեն տեսակ մեղքի չարության յետևե գերտան եւ մորցած են աստծո վախը նույնիսկ եկեղեցիներում մեջ հավատացյալներ շատեր մորցած են աստծո վախը գեհիշվի աստծո սերը գեհիշվի աստծո շնորհքը բայց կմորցվի որ Աստված սուրբ Աստված է արդար Աստված է եւ որ մենք իբրև հավատացյալ պետք է վախնանք իր մե Իչեր պիտի նայենք, որ այս վախը ինչ տեսակի վախ է, սուրբ վախ մնե։ Գործ կարակելոց 9:31-ի մեջ այսպես կսե, երբ եկեղեցին դակավին նոր կհիմնվեր, ասկե 2000 տարիներ առաջ, այն արեն կսե եկեղեցիները բոլոր Հրեաստանի ու Գալիլեայի ու Սամարիայի մեջ խաղաղություն ունեցան և շինություն ընդունեին ու դերոջը երգյուղովը ու Սուրբ Հոգիին մխիթարությունովը քալելով գաջեին։ Առաջին եկեղեցին գզարկանար, գաջեր, գմեծնար,
որովհետև գբահեր հավասարակշռությունը Աստուծո վախին եւ մխիթարության, սրբության եւ սիրո միջև։ Տերոջի երկյուղը վախը անոնց մեջ կար եւ անշուշտ Սուրբ Ոգիի ներկայությունը։ Բայց նայեք, որ մենք մեզ հարց տանք, այս վախը ինչ տեսակի վախ մնե։ Մենք շատ բաները կվախնանք, ռումբերը կվախնանք, դերևս քողերը կվախնանք, շատ անգամ միջատները կվախնանք, բարձ, բզդիկ, միջատները կվախնանք։ Այս վախը ոչ սարսափի վախ է, այլ սուրբ վախ է։ Եբրայերեն բառը, որ հոս հիշված է, այս արագացի մեջը երկյուղ, ակնածանք, խորոնք հարկանք անցի մահանտեպ, ինչ որ այս կծակրիչ ուներ թակավորին արջև, թակավորին դիմաց։ Անգե գվախնար իբրև մեծ թակավոր, իբրև մեծ արարիչ։ Եվ ճիշտ այս գիտակցությունն է, որ շատ անգամ մեր մեջ կբացի, որ մենք գաբրենք Աստուծո արջև, որ բոլորովին սուրբ է, արդար է, մեծ է, ամենադես է, ամեն բան գլսե, ամեն բան գհիշե եւ ամեն բան գիտե։ Եսայի մարգարեն, սուրբ մարգարեն էր իր օրերուն եւ Աստված ինքը ընդրած էր, որ իր ժողովրդին, որ մեղքի մեջ գործված էին, իրենց բացադրե խոսի արտնցնե բրգության եւ ապաշխարության կանչի։ Նայեցեք իր գլխուն, իր գրքին 6-րդ գլխու մեջ ինչ կսե։ Սուրբ մարգարեն։ Ոզիա թագավորի մահվան դարին դերը տեսա, որ բարձր ու վերացած աթոռի վրա նստել էր։ Անոր քղանցքը տաճարը գլեցներ։ Վերի գողմը սերոպեները կգենային անոր արջև, որոնց ամեն մեկը 6 թև ուներ։ Երկուքով 35 գծածկեին, երկուքով ոտքերին գծածկեին ու երկուքով կտրչեին։ Երբ փոխարակի գաղագեին ու գսեին, սուրբ, սուրբ, սուրբ է զորքերու դերը, բոլոր երկիր անոր պարկովը լեցուն է։ Եվ աղագին ցայնեն թրան սեմերուն հիմերը շարժեցան եւ դունը ձուխով լեցվեցավ։ Եվ սի, բայ ինձի, ահա կգործվիմ, բասնձ ես բիղտ շրթունք ունեցող մարդ մնեմ ու ձաշուրտն ժողովրդի մեջ կբնակիմ։ Եվ իմ աչքերս դերոջը, զորքերու դերը, թագավորը տեսան։ Եսայի մարգարե, սուրբ մարգարե սարսափեցավ դերոջը ներկայության առջև, երբ տեսավ Աստված իր քահին վրա, իր սրբությանը մեջ, հրեշտակներուն, սերոպեներուն մեջը սարսափեցավ եւ գիտակցեցավ, որ ինքը, որ թերևս գխորեր, որ բարձ ժողովուրդեն լավ է, մարգարե է, մեծ մարգարե է, Աստուծո զավակն է, Աստուծո խոսնակն է, ինքը գործված զգաց։ Եվ ասավ կգործվիմ, ես բիղտ շրթունք ունեցող մեկն եմ։ Մեր դժվարությունը շատ անգամ այն է, որ մենք մեզի Աստուծո ներկայության մեջ կամ Աստուծո չենք պարտադեր, անոր արչևը չենք խոնարհիր, հապա իրարու հետ կպարտադենք։ Եվ եթե իրարու հետ պարտադենք մենք մեզի շատ թյուրին ասել ես ասկե լավ եմ, այդ քրոջմեն լավ եմ, այդ եղբորմեն լավ եմ, իմ ծառայությունս ավելի լավ է, իմ երկելս ավելի լավ է, իմ խոսքս ավելի լավ է, իմ բարբերագերս լավ է, իմ ծառայությունս լավ է, նայես ինչ որ հոդված հոգևոր հոդվածներ կգրեմ եւ այլն եւ այլն։ Բայց մարգարեն Աստծո ներկայության առջև ինքը միմիան գործված ըսկաց, սարսափած ըսկաց, վախը ինգավ մեջ, այդ սուրբ վախը։ Եվ այդ սուրբ վախն է, որ այսօր մեր մեջը իբրև հավատացյալներ կբացի։ Այս վախը երկրորդ ծնունդ կուտա պատճառ գլա, որ հավատացյալներ հնազանդին Աստուծո։ Եթե այս վախը ունենք, շատ ման հնազանդություններ, շատ ման սխալներ, մեղքեր չպիտի կատարենք։ Օրինակ առնենք, շատ օրինակներ կան շուշտ, մեկ օրինակ առնենք Հովսեփ։ Հովսեփ ծնունդոց 39-ի մեջը գիրեք Պետապրեսիդանը մեջ այդ փորձության մեղքին առջև գտնվեցավ եւ սակայն այդ սուրբ վախը, որ իր մեջ կար,
որ Աստծուց մեկը վախնար, այդ օրը, այդ ժամը դրսևորվեցավ իր մեջը եւ իրեն ուղեց, որ մեղքի մեջ չինա, հնազանդության ուղեց, շիդակ ջամփան ուղեց Հովսեփին։ 39-ի մեջ այսպես կսե. այս տան մեջ ինձ մեծը չգա, ու փամը ինձ մեջ չարկիլեց քեզ մեզատ, բասնզիտուն անոր գինն ես, ուրեմն ես ինչպես այս մեջ չարություն ունեմ ու Աստուծո թեմ մեղանչեմ։ Մեղքը նախ Աստուծո թեմ մեղք է, վերջը մարդոց թեմ մեղք է։ Հովսեփ ավելի վախցավ Աստուծմե, քան մարդոցմե։ Անշուշտ կինը վճարեց անոր, սակայն այդ վախը զինք հնազանդության եւ ագնացանքի առաջնորդեց։ Ինչու պետք է Աստծո վախնանք։ Գաբրին 20-րդ տարում մեջ, 21-րդ տարում մեջ ամեն ինչ դյուրին է, ամեն բան գիտություն գիտենք, մեկ գջոկ կգողենք, ամեն բան կգիտնանք։ Աստծո խոսքը չի փոխվիր եւ նույն սկզբունքները երեք այսօր եւ հավիտյան կմնան։ Ինչու՞։ Առաջին պատճառը Աստծո սրբությունն է։ Երբ Մարգարեն տեսավ Աստծո սրբությունը, իր մեջ վախ ինգավ, երկյուղ ինգավ, ագնացանք ինգավ։ Աստծո վախը կսկսի, երբ կտեսնենք անոր սրբությունը։ Սերոպեները գոչեցին կպաճականչեին սուրբ է զորացները։ Աստծո սուրբությունը տեսնել կնշանակե գիտնալ մեր մեղավոր ըլլալը։ Եվ հոս է, որ մարդիկ դժվարություն ունենան։ Չենք ուզեր ընդունել, ասել, որ ես մեղավոր եմ, ես սխալներ ունիմ, Աստծո առջև անօրենություններ գործած եմ։ Աստված սեր է, լավ է, ողորմած է, լավ է, կընդունի, կսիրենք այդ գաղափարը, բայց սուրբ ըլլալ մեր հաշիվին չի կար, եւ անոր համար չենք ուզեր Աստծո սուրբության առջև խորիլ մտածել այս նյութին համար։ Առաջին պատճառը սրբությունը, երկրորդ Աստծո արդարությունը եւ կտությունը։ Աստծո արդարությունը եւ կտությունը։ Սաղմոս 134 համարի մեջ այսպես կսե. Բայց կուքով դե թողությունը Սաղմոս 2-ն կսե, որբեսի քեզմե վախնան։ Աստուծո կով թողություն կա, եւ երբ մենք այդ թողությունը կստանանք, Աստուծո պետք է վախնանք։ Ադիգա ծրի չէ, խաչապայրին վրա Տեր Հիսուս Քրիստոս Աստուծո արդարությունը եւ Աստուծո սերը, մեկ կողմեն սերը եւ մյուս կողմեն Աստուծո արդարությունը այդ խաչապայրին վրա մեռնելով միացուց եւ մենք այսօր փրկությունը կվայելենք Աստուծո փրկությունը եւ թողությունը եւ արդարությունը կվայելենք, կտությունը կվայելենք եւ ադիգա մեզ պետք է մղե վախի, երկյուղի եւ Աստուծո շնորհակալ ըլլալու։ Ինչը սեր է քալել դերոջը վախի մեջը, օրինակ առնենք Աբրահամ։ Աբրահամ Աստծո հնազանդ զավակ մներ, իր կյանքի մեջ շատ նպաներ չէր հասկանալ, սակայն հավատքով ընդուներ։ Գիտեք պատմությունը 39-րդ 22-րդ գլխի մեջը, Ծննդոցի մեջը այս երկու համարներ կոնե գարտամ։ Աբրահամ իր ցերկը երկնցուց գիրեք Իսահակի ու թանակ արավ, որովհետեւ իր որդին մորթ է։ Դերոջը ռեշտագը երկինքեն կանչեց ու սավ։ Աբրահամ, անիգա սավ, ահա հոսեմ։ Ռեշտագը սավ, դղուն ցերկ մի տպցներ եւ անոր փամը մի եներ։ Քանզի հիմա քիծած է Աստուծո կվախնաս, որովհետեւ քու մեկ հադիկ որդիդ ինձ մե չխնայեցիր։ Աստուծո վախը մեզ մեկը բանչե քալել հանցնարությամբ, հավատքով, հնազանդությամբ, քան թե հասկանալով։ Այսօր հավատացյալներուց դժվարություն ան է, որ կյանքի ամեն հարցումներում պատասխանը ուզեն ունենալ։ Հասկանալ, այս ինչպես կլա, այդ ինչպես կլա։ Սակայն վիճակներ կան,
հոգևոր կյանքի մեջ է, եթե գուզենք շարունակել, բարձրապես Աստծո պետք է հնազանդենք։ Ինչպես Աբրահամը ռավ, չսավ, աս դարիքից դղամը զավակ մունեցա, եւ իր միջոցով սերունդ պիտի կա, ասկերը պիտի օրտնվին, եւ հիմա ես զանիկա գդանիմ, լերան վրա պիտի սպաննեմ, դրան բանական չէ, Աստծո հետ Terevs ես լայնը բիդվիջե, ասածը դրան բանական չէ, չեմ հասկնար, սակայն Աստված արդա Աբրահամ հնազանդեցավ, այս է դերոջը վախի մեջ կալել, հնազանդությամբ իր խոսքը գադարել, նույնիսկ շատ անգամ երբ չենք հասկնար, երբ կհասկնանք թյուրին գլլա, բայց շատ անգամ վիճակներ կամ մեր կյանքի մեջը չենք հասկնար ինչու կբադահի, բայց այդ վիճակներում մեջը պետք է հնազանդենք։ Ասիգա բարս երբեմն լալիք վիճակ մեջ է, հաբա օրական գիտակցությունն է Աստուծո վախի մեջը քալել։ Եթե Աստծո վախի մեջ ամեն օր կքալենք, ոչ թե միայն գիրագի, ալ երկու շաբթի, երեք շաբթի, բոլոր շաբթվան օրերում մեջը, այդ վախը կաստե մեր խոսքերուն, մեր վարմունքին, մեր մտադրություններուն, մեր առաջնահերթություններուն, ինչը մեզի համար առաջին գուկա, առաջին դերը կգրավե, ուզենք ժամանակ անցնել, ուզենք ինչպես խոսիլ, ինչպես վարվել, այդ բոլորի մեջ եթե միշտ մեր մտքին յետևը այդ Աստուծո վախը լա, թորին որ շատ նվիճակներ մեր մեջ, իմ մեջս կնամ կփոխվին։ Աստուծո վախը իր օրհնությունները ունի։ Մի քանի հատ հիշենք, շատ են անոնք, բայց մի քանի հատ հիշենք։ Սաղմոս 25:14-ի մեջ է գսե դերոջը բարեկամությունը իր մե վախծողներուն հետ է ու իր ուխտը անոնց գսորվեցնե։ Դերոջը բարեկամությունը իր մե վախծողներուն հետ է։ Այսինքն երբ Աստծո մե կվախնանք, դերոջ մեն կվախնանք, անոր բարեկամությունը կշահենք։ Եվ ինչ քեղեցիկ է Աստծո բարեկամությունը շահիլ ունենալ մեզի առաջնորդելու եւ մեզ ուղղելու։ Շատ անգամ երբ մեծ մարդումը բարեկամություն ունենանք, շահենք, ադիգա մեզի ուրախություն կտա։ Այս երեսփոխանը գիտենք, այդ մարդը գիտենք։ Ով են անոնք, բոլորն ալ իրենց շունչը, իրենց ընկունքներու մեջ մարդիկ են, բայց դերոջը բարեկամություն ունենալ, ադիգա մեզի շատ մեծ բադիվ է։ Իր մե վախծողներուն վրա դերոջը բարեկամությունը գլա։ Երկրորդ դերոջը բարեկամությունը Արագած 16 դերոջը վախը 16:6-ի մեջ գսե ողորմությամբ եւ ճշմարտությամբ անօրենությունը կկավի ու դերոջը վախովը մարդ չարուտենե հերու մարդ չարուտենե գերանա սուրբ վախը ծևոմը բահագ է որ մեղքեն հերանանք չարուտենեն հերանանք հավատացյալներ շատ մը սխալ վիճակները հերու կրնան մնալ եթե իրենց մեջը շիդակ Աստուծո վախը գա այդ երգյուղը գա այդ շիդակ ագնացանքը ըլլա եւ Սամոս 2 3000-4000 տարի առաջ այս ճշմարտությունը գրած է մեզի դերոջը երգյուղը կյանքի պատճառ է հասալ գտնանք Արագած 19:23-ի մեջը 19:23-ի մեջը գսե դերոջը երգյուղը կյանքի պատճառ է ուզանիգա ունեցողը գուշտ կբարգի ու ցախորտության չի հանդիպիր ամոր ասուծմե կվախնա գուշտ կբարգի այսինքն դերես ֆիզիկական բացատրությունը չէ ասիգա հաբա հոգևոր բացատրությունն է այսինքն խաղաղությամբ կբարգի այսինքն հանդարտ կբարգի եթե գուշտ ենք անշուշտ խաղաղությամբ կբարգինք ուրախ կբարգինք բոսարակյալ օրինակ առնենք որքան քիշերներ դերես անոթի մնաց Փանդի մեջը ջաս չէին դար, ճուր չէին դար, սակայն գուշտ էր, հոգևոր ավես գուշտ էր, որովհետև գիտեր, որ Աստուծո ցերկերու մեջն էր
Աստուծո երկյուղը իր կյանքի մեջն էր եւ իրեն կյանք ուտար։ Հավատացյալ մսած է, ան որ գվախնա Աստուծմե, այլևս ուրիշ ոչինչ բան է չի վախնար։ Բավական խորում ճշմարտություն է, որ կնանք սորվիլ, կնանք մեր միտքերուն մեջը պահել։ Իմ հարցում հարցնենք հագարակ կողմեն։ Երբ չունենանք Տերոջը վախը, ինչ կբադահի։ Կրնանք հարցնել այս հարցը եւ ասել, որ ինչ պետքություն ենք Տերոջը վախնալու, Աստծո վախնալու։ Այո, կարգենք զինք, չագերդյալ վախ ունենք, իբրև Աստված իր մեկը վախնանք, ինքը մեծ է, ամենակարող է, ամեն բան գնե։ Նայեցեք Բոսարակյալ ասկի 2000 տարի առաջ, երբ մարդկության մեղքը կհիշեր, կբացատրեր հռոմայացիներուն մեջը, նայեցեք ինչ կսե հռոմայացիս 3-րդ գլխում մեջը։ 10-18 համարներուն մեջը։ Ինչպես գրված է, թե արդարը չկա եւ ոչ մեկը։ Մեկը չկա որ հասկնա, մեկը չկա որ Աստված փնտրե։ Բոլորը խոդորեցան, մեկտեղ անբիդան եղան։ Աղեգությունը նորմը չկա, մեկ մնալ չկա։ Անոնց կողորտը բաց գերեզման է, իրենց լեզվովը նենքավոր եղան։ Իժերու թույն գա անոնց շրթունքներուն տակ։ Անոնց բերանը անեցկով ու թարնությունով լեցուն է։ Անոնց ոտքերը գաջաբարեն արյուն թափելու։ Գործանում եւ դժվարություն գա իրենց ճամփաներուն մեջը։ Խաղաղության ճամփան չջանցան։ Եվ 18 բանալի համարը Աստուծո վախը չկա անոնց աչքերուն առջև։ Արաքյալը կբացատրե այդ բոլոր սխալ վիճակները, մեղքերը մարդոց եւ վերջավորության գսե պատճառը, որ ինչ է պատճառը։ Աստուծո վախը չկա անոնց աչքերուն առջև։ Երբ Աստուծո վախը չկա, մեղ գործելը շատ թյուրին գլա։ Փարոյական չափանիշները խախտելը շատ թյուրին գլա։ Ինչ որ այսօր գրեթե նույնն է պատկերը, կամ բազմապատկված ցևով, շեշտված ցևով մարդոց վիճակը ասիգա է։ Աստուծո վախը չկա անոնց աչքերուն առջև եւ քանի որ չկա այդ բոլոր սխալ վիճակները իրենց համար բարձ գերեվի, իրենց համար առօրյա գերեվի եւ Աստուծո հերացած կյանքերեն։ Երբ վախը գործվի, անբադվությունը կծաղի։ Աստվածավախության բացակայությունը մարդոց ապստամբության արմատն է։ Աստվածավախության բացակայությունը մարդոց ապստամբության արմատն է։ Մեկ երկու շաբաթ առաջ էր, երբ լուրերը կտերտադեի, այսպես լուր մարակ անցավ հանգարց վերջը ետ դարձուցի, այսինքն բնականեն դարբեր լուր մներ։ Մեծ նախագահի մեր զավակը հարցազրույց ուներ եւ բացատրեր, որ իր գուսակցությունը այս աշխարհի վրա ինչ կնե, իր երկրի մեջ ինչ բարիքներ կնե, կբացատրեր եւ գսեր, որ մենք մեր երկիրը պիտի ազատագրենք, մենք պիտի ազատագրենք Քրիստոսի եկեղեցին եւ պիտի փրկենք, ճիշտ այս բառերով, զասված պիտի փրկենք։ Հանգարց, ասանք, ցնցվեցա։ Երբ Աստծո վախը չլա, մարդիկ զասված փրկելու գելեն։ Այդ կան գխոխորդան։ Այդ կան իրենք զիրենք լավ գտեսնան, որ գադես Աստված գործված է, մեղավոր է, փրկության պետք ունի, երթանք ազատագրենք Աստված։ Գամ Քրիստոսի եկեղեցին պետքություն ունի մեզի, ինձի, քեզի, որ կարենա դոգալ, թիմանալ։ Քրիստոս եկեղեցին երբ հիմնեց, ըսավ դժոխքի թիմը, դժոխքի թրները անոր պիտի չի հաղթեն։ 2000 տարի է, հալածանքներ, դժվարություններ, անաստվածություն, ինչ որ գուզեք եղավ, եւ եկեղեցին հաստատ է կմնա
եթե իր կալուստ ուշացնե Տեր Հիսուս Քրիստոս 2000 տարի թեր գտիմանա 20000 տարի քանի որ ինքը խոստումը տվավ ամենակարողը խոստումը տվավ եւ պետք չունի նախակահի դողումը իր եկեղեցին փրկելու ոչ ալ զասված փրկելու Աստծո վախը չլա մարդ արարած ինքը Աստված կգարձե այս է դժվարությունը այս է դժբախտությունը Հռոմայեցիներու ժամանակ այսպես էր այսօր նույնն է եթե մեր մեջը չիրակ Աստծո երկյուղը վախը չլա Ինչպես կնանք զարգացնել այս վախը մեր մեջ անշուշտ շատ ծևեր կան առաջինը Աստվածաշունչին միջոցով Եսայի 66:2-ի մեջ է գսե մարգարեն Քանզի այս բոլորը իմ ցերկս չինեց ու այս բոլորը իմս են գսե Տերը բայց ես այս մարդոց պիտի նայեմ այսինքն խոնարհին եւ գոդրած հոգի ունեցողին ու իմ խոսքես թողածողին իմ խոսքես վախծողին երգյուղ ունեցողին ուրեմն կնանք զարգացնել մեր մեջ Աստծո վախը առաջին Աստծո խոսքը կարտալով, սերդելով եւ հասկանալով երկրորդ պաշտամունքի միջոցով զինք պաշտելով անձնական պաշտամունքով հավաքական պաշտամունքով այս բոլորը մեզի կհիշեցնե որ Աստված որքան մեծ է եւ մենք որքան վստահ ենք որքան փոքր ենք որքան ջղջիմ ենք ինք սուրբ է եւ մենք որքան մեղավոր ենք սխալ ենք իր ողորմության իր շնորհքին պետքություն ունենք հավաքական պաշտամունքի մեջ մենք իր մեծությունը իր վեհությունը կտեսնենք ինչ որ Եսայի մարգարեն այդ պաշտամունքի ժամանակ տեսավ Աստծո մեծությունը եթե կհավաքվենք բարձրապես մարդ մլսելու կամ մի քանի երկեր երկելու եւ դուն երթալու ցերևս մեր հավաքվիլը բարձ սովորական սովորություն մգլա բայց երբ կուքանք պաշտամունքի եւ Բամբակյան եղբայրը գսեր պաշտամունքը պետք է բացակայիկ միմիան եթե 39 չեր գսեր 40 աստիճան դակություն ունիք բարգած եք տունը եւ գամ քաղաքեն դուրս եք Պաշտամունքի ժամանակ մենք Աստծո մեծությունը կտեսնենք։ Հոգչեթե ով է խոսող, հոգչեթե ինչ կբադայի։ Մենք Աստծո մեծությունը կտեսնենք, զինք իր մեկը վախնանք եւ զինք կփարավորենք մեր երկերով, մեր դգար երկերով, մեր դգար խոսքերով զինք կփարավորենք։ Եվ երրորդ հնազանդությունով։ Բոլոր սուրբերը պատմության մեջը, Աստծո խոսքի մեջը կամ պատմության կամ մեր հայկական պատմության մեջը բոլորն ալ հնազանդեցան Աստծո վախնալով հնազանդեցան իր խոսքին իր առաջնորդության շատերը քինը ցաներ դվին միջև նահատակություն սակայն հնազանդեցան Աստծո վախը մեր մեջ կզարգանա Աստծո խոսքին հնազանդելով իր ներկայության մեջ զինք պաշտելով եւ ամենօրյա մեր հնազանդությամբ ամեն անգամ որ գնենք իր գամքը մեր մեջ կփոցավարի նոր մեր մեջ կփոցավարի այդ գրագը Աստծո վախնալու երգյուղը եւ ակնածանքը եզապագելով Սողոմոն իմաստուն աշխարհի ամենե իմաստուն մարդը ժողովող քիրքի մեջը շատ մնույթերու մասին խոսի շատ խորոն փիլիսոփայական աստվածապանական նյութեր եւ վերջավորության կրեթե վերջնտեր համարի մեջ է այսպես կսե այս բոլոր խոսքին վախճանը լսենք Աստծո վախցիր եւ անոր պատվիրանքները բայ վասնզի մարդուս բոլոր բարդականությունը ասիգա է մեր բոլոր բարդականությունը շատ բարձ է թյուրին է Աստծո վախնալ ու անոր պատվիրանքները բայել Սողոմոն իմաստուն իր այդ բոլոր իմաստության մեջ հանգարց անդրադարձավ որ չէ այդ բոլոր փիլիսոփայություններում պետք է չի գա երկու կապար երկու վիճակ Աստծո վախնալ եւ անոր
պատվիրանքները պահել։ Աստուծո վախը սարսափ չէ, այլ խոնարհ ուրախություն։ Գիտնալ, որ ամենակարողը մեր Թագավորն է, մեր Թագավորն է եւ մեր Հայրն է, ադիգա մեզի սուրբ վախի գարաշնորհ է եւ ուղե։ Օրը հայրը եւ զավակը նեղ կամուրջը մգանցնեին, հայրը դղասավ լացեկս լապրնե, գնա ինաս, գնա որ ինաս, վարը քետ կա եւ կիրեգիչ գնա բադային։ Դղեգը դարձավ հորսավ հայրիկսավ, ավելի լավ է որ թուն իմ ցերկս լավ բռնես, քանի որ եթե ես բռնեմ գնալա որ սկեմ իմ ցերկս բզդիկ է, բայց քու հզոր ցերկովը մեծ ցերկովը բռնես գնանք աս կամուրջը ապահովությամբ անցնի։ Դերոջի երգյուղը կյանքի պատճառ է։ Այս փոքրիկը ունեցավ այդ իմաստությունը գիտնալու, որ այդ վախը, այդ երգյուղը, որ իր ցերկեն բռնողը իր հայրը պետք է լա այդ վտանգավոր կյանքի վիճակի մեջը եւ մեր կյանքը բոլոր վտանգի մեջ են։ Դերոջի երգյուղը գսե 19 արագած 19-23-ի մեջ է կյանքի պատճառ է։ Ուզանիգա ունեցողը գուշտ կբարգի ու ցախորտության չի հանդիպիր։ Մենք բոլորս գծակրիչի մեջ որ հիշեցինք պատկամին սկիզբը կգծենք նկարը թագավորին արդյոք վախով երգյուղով ինչ որ այդ թագավորը այդ գծակրիչի գներ դեպեդևինք մեծ գծակրիչ էր դերս գնար մեկ ժամեն շատ գեղեցիկ պատկեր մկծել բայց օրեր աշխատեցավ գադարիալ պատկերը գեղեցիկ պատկերը մեջտեղ բերելու արդյոք մենք ինչ տեսակի պատկեր կգծենք մեր թագավորին այդ բաստարին վրա գեղեցիկ նկարը գելե գույները գեղեցիկ են համաթամ են իրարու գվայելեն գույները քիձերը մարդիկ այդ պատկերը գնային այդ պատկերին գնային եւ աստուծո պատկերը կտեսնեն անոր մեջ են թողդերը այդ սուրբ վախը մեզի դա որ ամեն օր որ մենք պատկերը դերս մեկ վրցին գավեցնենք մեկ քիծ գավեցնենք մեկ քույն գավեցնենք ամեն օր մեր կյանքերում մեջ է այդ պատկերը արաբերի քեղեցկացնենք իր գադարելության հասցնենք որովհետեւ այդ պատկերը թրվի բադին վրա մարդիկ հիանան թագավորի մեծությունը սկան եւ թագավորը փառավորեն թող այս վախը մեր մեջը ամեն օրյա վախ մելա շիրակ գեղեցիկ սուրբ վախը երգյուղը աստուծո իր բարգին համար